Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ։ Բաստնինֆոյի թերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Ինչպես եւ կանխատեսել էինք, Իրանը հետաքննություն է սկսել բարձելու, թե հատկապես իր հարևան պետություններից ովքեր են մասնակցել Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծած պատերազմին։ Տեղի ունեցել հեռախոսազրույց Իրանի եւ Ադրբեջանի նախագահների միջև, որտեղ Իրանի նախագահ Փեզեշքյանը հորդորել է հետաքննություն իրականացնել եւ հերքել կամ հաստատել այն լուրերը, թե Ադրբեջանը մասնակցել է Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծած պատերազմին, տարածք տրամադրելով նրան։ Ալիևն էլ իր հերթին հավաստիացնում է, թե նման չկա։ Իհարկե նման բան կա եւ Փեզեշքյանը պատահական չի այդ հարցը տալիս։ Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք հայերեն, ապա ստացվում է, որ Փեզեշքյանը ոչ թե հարց է տալիս, այլ ուղիղ կերպով Ադրբեջանի ղեկավարին մեղադրում է Իրանի դեմ սանձազերծած պատերազմին ուղիղ մասնակցություն ունենալու մեջ։ Եթե անգամ Ադրբեջանի նախագահը հրաման չի տվել հարվածնել հասցնել Իրանի տարածքին, ապա Ադրբեջանի տարածքը օգտագործվել է իսրայելական զինուժի կողմից։ Դրա մասին են վկայում նաև այն բակերը, որոնք հայտնաբերվել են Կասպից ծովի իրանական ափին։ Իսկ այդ վառելիքային բակերը սովորաբար F-16-երը նետում են դրանց դատարկվելուց հետո եւ ակնհայտ է, որ նրանք մոտ տարածությունից են թռել։ Մենք այդ մասին ենք խոսել, քանզի F-16-ը չունի այդքան հնարավորություն երկար տարածություն կտրել, գործողություն իրականացնել եւ նույնպես հաջող հետ վերադառնալ։ Ալիևը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած եւ կանգնելու, քանզի Իրանը հարվածելով Քուվեյթում գտնվող Միացյալ Նահանգների բազաներին հստակ ցույց տվեց, որ եթե ինքը չի խնայում Քուվեյթին եւ Միացյալ Նահանգների բազաները, ապա ինքը չի խնայելու Ադրբեջանին եւ Ադրբեջանում գտնվող իսրայելական բազաները։ Ալիևը ստիպված է լինելու ամեն կերպ համոզել Փեզեշքյանին, որ այդ ամենը ստահոդ տեղեկություններ են։ Ստահոդ տեղեկություններ կարող են ուղղակի այդպես նշել, բայց այն, որ Թավրիզի վրա տեղի ունեցել հարձակում, Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը հստակ ֆիքսել են ըստ էության, թե որտեղից են այդ ինքնաթիռները մտել Ադրբեջանի արդյոք, թե այլ երկրի տարածքից են մտել Իրանի տարածք։ Առանց որևէ լուրջ հիմքի Փեզեշքյանը նման հեռախոսազրույց չէր ունենա Ալիևի հետ։ Եվ զարմանալիորեն, եթե Ալիևի հետ ունենում է հեռախոսազրույց իբրև հարևան երկրի ղեկավարի, ապա բնականաբար պետք է նման հեռախոսազրույց ունենալ օրինակ Հայաստանի ղեկավարի հետ։ Եթե ընդունենք, որ Փեզեշքյանը հարևան բոլոր պետությունների ղեկավարներին է զանգարում այդ խնդրով, բայց նման հեռախոսազրույց չի եղել, նշանակում է Փեզեշքյանը ուղիղ կերպով է եւ նպատակված է խոսել Ալիևի հետ։ Ինչևէ, մոտ ժամանակներս ակնհայտ կդառնա, թե ինչպեսի զարգացում կունենան Իրան-Ադրբեջան հարաբերությունները, բայց մենք մի քանի անգամ ենք նշել, մի անգամ էլ ենք հաճույքով կրկնում, Ադրբեջանը ստիպված է լինելու տալ պատասխան իր բոլոր գործողությունների համար, սկսած 2020 թվականից Իրանի հետ սահման ահաբեկչական խմբավորումներ բերելու, վերջացրած Ադրբեջանի տարածքը տրամադրել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Մեկ այլ կարևոր հարց, որի վրա կարծում եմ նաև պետք է ուշադրություն դարձնել։ Եթե հիշում ենք, այդ ահաբեկիչները հիմնականում տեղավորվել էին Հորադիս քաղաքում, որը Արաքսամերձ քաղաք է։ Հիմա առաջանում է հարց, ինչ եղան այդ ահաբեկիչները։ Պաշտոնական տեղեկատվություն կա, թե նրանք հետ են վերադարձել այնտեղ, որտեղից եկել էին, ոչնչացվել են, թե մնացել են Ադրբեջանում։ Եթե հիշում ենք, ադրբեջանական լրատվամիջոցները մի որոշ ժամանակ առաջ մի հետաքրքիր տեսանյութ հրապարակեցին, մեղադրելով այդ նույն ահաբեկիչներին բնակչությանը ահաբեկելու, հարձակումներ գործելու, գողություններ կատարելու մեջ։ Բայց այդ աղմուկը կարծես թե աննկատ մնաց նաև մեր լրատվամիջոցների կողմից։ Բայց վստահ ենք, որ այդ ահաբեկիչները մնացել են Ադրբեջանում եւ նրանցից ոմանք ըստ էության մասնակցել են Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմին։ Նրանք ունեն բավականին լուրջ մարտական փորձ եւ դատելով այն գործողություններից, որոնք իրականացվում էին Իրանի տարբեր քաղաքներում, հատկապես Ադրբեջանի հետ սահմանակից հատվածներում, ակնհայտ է դառնում, որ ուղղակի իրանցիներ այնտեղ ներգրաված լինել չէին կարող առանց փորձի։ Դրանք հստակ մարտական պատրաստություն անցած մարդիկ են եւ այդ նույն ահաբեկիչներն են ըստ էության, որոնք 20 թվականին օգտագործվեցին մեր դեմ։ Շատ կարևոր է, որ Իրանը սրանից լուրջ դասեր քաղի, հասկանա, թե տարածաշրջանում որն է իր բարեկամ պետություն, որը իր համար դաշնակից պետություն, եւ էական չէ, թե այդ պետությունը նույն հավատքի է իր հետ, թե ոչ։ Եվ բնականաբար Իրանի քաղաքականությունը ունենալու է հետևանքներ։ Հիմա սպասենք, տեսնենք, թե մեր համար այդ հետևանքները ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, կրկին Իրան, Իսրայել, Ադրբեջան եռանկյունու հետ է կախված։
Հայֆա նավահանգիստն ըստ էության գոյություն չունի։ Միջազգային փորձագետները նշում են, որ այն աստիճանի է ավիրվել, որ հսկայական ժամանակ եւ հսկայական միջոցներ են անհրաժեշտ Հայֆա նավահանգիստը կրկին վերագործարկելու համար։ Իսկ Հայֆան ուղղակի նավահանգիստ չէր։ Այն երկու տեսանկյունից է պետք դիտարկել։ Առաջինը, Իսրայելի կողմից Հայֆան դիտարկում էր իբրև միջերկրածովյան տարածաշրջան դուրս գալու համար տրանզիտ ծառայող միջոց, եւ Իսրայելը պլանավորում էր հսկայական գումարներ աշխատել այս ամենից։ Եվ երկրորդ, ինչպես գիտենք, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Ջեյհանից 1 գծով իջնում է դեպի Իսրայել, եւ ինչպես փորձագետներն են նշում, այդ գործում էական նշանակություն ունի հենց Հայֆան։ Նշանակում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղից Իսրայելի ստացվող եկամուտներն են հսկայական ծավալով նվազելու։ Հիմա այստեղ կառաջանա հարց. ինչ կապ ունի այս ամենի հետ Իսրայելը եւ ինչպես է այն օգտագործում այդ նավթը եւ որտեղ է այն վաճառում։ Վաղուց արդեն ապացուցված է, որ Իսրայելն ունի տանկերների ամենամեծ նավատորմներից մեկն աշխարհում, եւ միջազգային փորձագիտական կենտրոններն էլ էին նշում, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանից դեպի Իսրայել հոսող նավթը Իսրայելը տանկերների միջոցով վաճառում է Հարավ-Արևելյան Ասիայում։ Թվում է, թե որտեղ Իսրայելը եւ որտեղ Հարավ-Արևելյան Ասիան, բայց հրեաները կարողանում են ամեն ինչից օգուտով դուրս գալ եւ ամեն ինչից գումար աշխատել։ Եվ բնականաբար իսրայելական տանկերները լուրջ մրցակցություն էին ռուսական տանկերների համար եւ ըստ էության Հարավ-Արևելյան Ասիայի շուկան զգալիորեն գտնվում էր իսրայելական տանկերների եւ իսրայելական նավթային ընկերությունների հսկողության տակ։ Հիմա այդ հսկողությունը չեզոքացվելու եւ սա բնականաբար իր դրական ազդեցությունն է ունենալու ռուսական տանկերների համար եւ ռուսական նավթային ընկերությունների համար։ Աշխարհաքաղաքական բավականին լուրջ իրադարձություններ են ծավալվում եւ հարձակվելով Իրանի վրա Իսրայելը ոչ միայն կորցրեց մարտավարական առումով, ոչ միայն կորցրեց հեղինակության առումով, այլև հսկայական ֆինանսական կորուստներ է կրել, կրում եւ վստահ ենք շարունակելու է կրել։ Միացյալ Նահանգները այս պահին պատրաստ չէ հսկայական միջոցներ ներարկել Իսրայելի տնտեսության մեջ, քանզի ինքը ունի այդ միջոցների կարիքը սեփական տնտեսությունը կարգի բերելու համար։ Հիմա սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, քանզի Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը նաև Ադրբեջանի համար է բավականին լուրջ տնտեսական հիմք։ Եվ եթե այդտեղից եկող եկամուտները նվազում է նաև Ադրբեջանի բյուջե մտնող եկամուտները, նվազում է նաև թուրքական բյուջե մտնող եկամուտները։ Այնպես որ Իրան-Իսրայել պատերազմը տարածաշրջանային աղետ էր հենց կազմակերպիչների համար, ովքեր չէին սպասում, որ Իրանը ոչ միայն կարող է լավ դիմադրել իսրայելական հարձակումներին, այլև կարող է այնպիսի կեցվածքով դուրս գալ այս պատերազմից, որ լինի շահած մի քանի առումով։ Նախորդ հանդիպման ժամանակ անդրադարձել ենք, հիմա չխոսենք դրա մասին։ Իսկ Իրանի դեմ պատերազմ սանձազերծողները պետք է հստակ գիտակցեն, որ փոս փորողը ինքն է ընկնում այդ փոսի մեջ։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների հետ է կապված։ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը Հաագայում ըստ էության ոչինչ չտվեց Ուկրաինային։ Բացի այդ, գնալով ակնհայտ է դառնում, որ Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում հսկայական խնդիրներ կան հենց անդամների միջև։ Անդամների մի մասը, օրինակ Սլովակիան եւ Հունգարիան, մշտապես վետո են կիրառում եւ դեմ են քվեարկում Ուկրաինային հատկացվող օգնության հետ կապված։ Իտալիայի պաշտպանության նախարարը քննադատել է ՆԱՏՕ-ին, նշելով, որ վերջինս դարձել է գործիք Միացյալ Նահանգների ձեռքին եւ երրորդ համաշխարհային պատերազմի սանձազերծման համար հիմնական միջոց է ծառայում կամ ծառայելու։ Իտալիայում արդեն սկսում են քննարկումներ ՆԱՏՕ-ից առհասարակ դուրս գալու համար, մտածելով կամ եւ նշելով, որ մեծ հաշվով ՆԱՏՕ-ն չի տվել Իտալիային այն, ինչ կարող էր տալ, բայց դրա փոխարեն լրջագույն սպառնալիքներ են կախված այսօր Իտալիա պետության գլխին։ Մյուս կողմից Ֆինլանդիան, մերձբալթյան երկրները եւ Լեհաստանը քննարկում են Ռուսաստանի հետ ունեցած իրենց սահմանը ամբողջությամբ ականապատելու հարցը։ Ըստ էության ՆԱՏՕ-ի անդամ պետություններում եւ ՆԱՏՕ-ի ներսում էլ այսօր չկա միանձնյա որոշում, թե ինչպես պետք է վարվել Ռուսաստանի հետ եւ որն է լինելու Ռուսաստանի հետ իրենց քաղաքականությունը կամ հիմնական քաղաքականությունը։ Ակնհայտորեն մենք գործ ունենք այստեղ բաժանվող Հյուսիսատլանտյան դաշինքի հետ եւ եթե գործուն քայլեր չձեռնարկվեն եւ եթե պաշտոնապես ՆԱՏՕ-ն դուրս չգա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմից եւ չդադարեցնի Ուկրաինային անընդհատ հատկացվող օգնությունը, մեծ հաշվով ինքն է կանգնելու պառակտման լրջագույն վտանգի տակ։ Այս թեմաներն են, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։